Դուք քաղաքականությամբ երբևէ չէիք զբաղվել, ի՞նչն էր հիմնական դրդապատճառը, որ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ։ Ասեմ, ճիշտ է, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, բայց մեր այս երկրի ճգնաժամը տեսնելով ու իմ ընտանիքի դաստիարակությունը, իմ հոր հայրենասիրությունը, որը նա ներդրել է իմ մեջ, հասկանալով, որ ժամանակն է, որ մեր ընտանիքն էլ մասնակցի, թեկուզ այսքան ճնշումներից հետո, այնպես չի, որ մեր վրա հիմա ճնշումներ չկա, թե դատական, թե այլ ճնշումներ, բայց որոշեցինք, որ ոչ, պետք է ես իմ հոր արածը շարունակեմ։ Ինչու հենց ժառանգության կուսակցությամբ։ Իհարկե նշեմ ինչու, որովհետև մեր թիմը նախ քննարկում ունեցավ ավականու ընտրություններից առաջ, ոնց որ, ու որոշեցինք այնպիսի քաղաքական ուժ ընտրենք, որ ունենա ամուր հիմքեր եւ ոչ մի քաղաքական, ինչպես ասեմ, քաղաքական խաղերի մեջ չի եղել ու մաքուր է։ Ու դա ժառանգություն կուսակցությունն է, նաև նշեմ, ես ինքս էլ ժառանգության կուսակցության անդամ եմ։ Իսկ կներեք, զբաղվում, որ Էջմիածնում նույն բաները տեղի կունենան, ինչ օրինակ տեղի ունեցավ Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետի Վարդան Ղուկասյանի, որը կալանավորվեց Մերձավանում Վալոդյա Գրիգորյանի, որը դաժանաբար սպանվեց, այդ վախերը ունեք դուք Եթե վախերով ապրենք, ուրեմն պետքա տանից դուրս չգանք, չենք վախենում ոչնչից։ Այսքան ժամանակ որևէ խոչընդոտների փորձան խանգարել։ Խոչընդոտներ լինում է շատ, սադրանքներ է լինում, բայց չենք գնում սադրանքների, մենք մեր քարոզարշավը շատ քաղաքակիրթ ձևով ենք անում ու այդպես է շարունակելու ենք, առանց ինչ-որ մեկի մասին բան ասելու, առանց ինչ-որ մեկի փնովելու։ Ձեր մտքը քաղաքական դաշտերը կապվում են ոչ թե կուսակցության ծրագրի, այլ ձեր ընտանիքի անունի հետ, ինչ կասեք այդ ընտրությունների մասին։ Այդպես էլ պետք է լիներ, եթե ես այնտեղ կամ իմ հոր անունը դիտարկելով պետք է ինչ ասես խոսեն, բայց չգիտեմ, մենք ունենք շատ լավ ծրագիր, ներկայացրեցին ձեզ մեր ծրագիրը ու մենք գնում ենք հաղթանակի։ Խոսակցություններ կան, որ ասում են ձեր թեկնածուներից, ձեր աջակիցներից շատերը աշխատում են պետական մարմիններում եւ Արգիշտի Մեխակյանը օգտագործելով իրենց վարչական այդ ռեսուրսները թույլ չեն տվել հենց կոնկրետ այսօր մասնակցել այսօրվա ձեր ասուլիսին, այս մասով ինչ կասեք։ Իրենց տեղը ճիշտ է, իրենք հիմա այստեղ չեմ կարող պատասխանել, բայց կարող եմ ասել, որ միշտ էլ իշխանություն ով որ եղել է, ճնշումներ գործադրել է ընդդիմության վրա։